Երկրի վրա քայլող քաջառիցները եւ երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Արթուր Գառնիկի Գևորգյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Արթուրը ծնվել է 1997 թվականի հունիսի 24-ին Աբովյանում։ Մի քույր, մի եղբայր էին։ Ինքը փոքրն էր, ժիր, աշխույժ, չարաճճի, բայց եւ բարի ու ժպտերես երեխա էր։ Կրում էր մոր հորեղբոր տղայի Արթուր Աչոյանի անունը, ով ազատամարտիկ էր եւ զոհվել էր 1994 թվականի իր ազատատենչ պայքարի ժամանակ։ Առերես սովորական թվացող մի անուն, բայց ցավոք երկուսին էլ տարավ հավերժի ճամփով։ Ճակատագիր էր սա, կյանքի չարկատակ, զուգադիպություն, թե ի վերուստ կանխորոշված բախտի չար դիպված։ Դժվար է ասել։ Մեր հզորը փոքր տարիքում կռիվ խաղալ էր սիրում։ Կարծես թե գիտեր հետագան եւ ինքն իրեն կատարելագործում էր ու փորձում հմտանալ։ Դպրոց գնացել է 2004 թվականին։ Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում։ Եղել է հարվածային, շատ աշխատասեր եւ ուսուցիչների կողմից սիրված երեխա էր։ Շատ էր սիրում նկարել։ Դպրոցում ցանկացած միջոցառման, ցանկացած նկար վստահվում էր նրան, որը նա նկարում էր հոյակապ կերպով։ Մի անգամ 1988 թվականի երկրաշարժի տարելիցի հետ կապված դպրոցում նրան ասել էին պատկերել երկրաշարժը, եւ նա այն պատկերել էր իր պատկերացումով։ Ստացվել էր տպավորիչ մի նկար, որը պահվում էր դպրոցում։ Այո, նա տաղանդավոր էր, նկարում էր, պարում, երգում։ Տարբեր երգիչների ձայներով նմանակումներ էր անում։ Մի խոսքով արվեստը նրա էությունն էր, տարերքը։ Նաև սպորտսմեն էր։ 4 տարեկանից հաճախել է լողի, իսկ 10 տարեկանից ձյուդոյի։ Սպորտի ասպարեզում եղել է 10-ից 11 տարի։ Երբ որևէ գործ էր անում, չէր քնում մինչև չավարտեր։ Զարմանալիորեն շատ էր սիրում ֆիզիկական աշխատանք։ Երբեք չէր հոգնում։ Հարևանների, մեծահասակների շտապօգնությունն էր։ Բոլորի տոպրակները վերցնում էր ձեռքերից, օգնում, ուղեկցում, ում ինչ պետք էր բերում էր։ 8-ամյակն ավարտելուց հետո հայրիկի հետ մեկնեց Ռուսաստան, աշխատելու։ Նա ուներ աչքի ընկնող հասակ, 1 մետր 92 սանտիմետր։ Ապագայում շատ հնարավոր էր նրա համար կոշիկի մոդելավորողի հեռանկար ծավալվեր եւ նա դառնար կոշիկի մոդելավորող, դիզայներ։ Քանզի հաճախ էր նորամուծություններ մտցնում եւ սեփական երևակայությամբ նորաձև մոդելներ ու սխեմաներ գծում, որոնք մի մեծ պապկա էին ներկայացնում իրենից եւ մայրը մինչ օրս խնամքով պահում է դրանք։ Սակայն նա հերվում էր թողել իր հայրենիքը, այն քաշում էր իրեն, ավելին կանչում եւ մեր քաջը լսել էր ձայնն այդ կանչի։ Նա հնարավորություն ուներ բանակ չգնալու, քանզի ինչ-ինչ պատճառներով նրա անունը չկար զորակոչիկների ցուցակում, բայց նա շատ էր սիրում իր հայրենիքը։ 18 տարին լրանալուն պես Ռուսաստանից հատուկ այդ նպատակով եկել ու ներկայացել էր զինկոմիսարիատ։ Կարելի ասել կամավոր։ Եվ այդպիսով նա բանակ զորակոչվել է 2015 թվականի հուլիսի 30-ին։ 4 ամիս անց ավագ գնդացրորդ է դարձել։ Երբեք տնից ոչինչ չի ուզել, որ նեղություն չտա ծնողներին։ Ծառայել է սիրով, ստացել է շնորհակալագրեր ու պատվոգրեր։ Իսկ երբ զանգել է տուն ու քրոջ հետ խոսել, միշտ ասել է. «Մամայիս լավ կնայես»։ Ապա մեծ ոգևորությամբ է միշտ պատմել, թե այնտեղ ինչ լավ ընկերներ ունի։ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, որ սկսվել է, նա դիրքերում է եղել։ Մոր հետ խոսել է ապրիլի 1-ին, որն էլ եղել է վերջին զանգն ու զրույցն իր կյանքում։ Մեր հերոսը զոհվել է պատերազմի առաջին օրը, ապրիլի 2-ին Ջեբրայիլում։ Մարտնչել է աննահանջ, ժամեր շարունակ քաջաբար դիմակայելով հակառակորդին, բայց ցավոք նրա կյանքն ընդհատվել է դավանենք թշնամու դավադիր գնդակից եւ նա դարձել է հավերժի ճամփորդ։ Փառք մեր քաջի հիշատակին։ Հերոսի անունը վառ պահելու եւ հավերժացնելու համար այն նույն դպրոցում, որտեղ նա է սովորել, ռազմամարզական խաղեր են անցկացվում։ Ապա էլի նույն դպրոցում բացվել է հուշանկյուն, որը զարդարված է հենց նրա ձեռքով պատրաստված պաստառներով, ձեռքի աշխատանքներով եւ նկարներով։ Ասել է, թե նա ինքն իր իսկ ձեռքով պատրաստել է սեփական հուշանկյունը, որ իրենից հետո բոլորին հեշտ լինի։ Ապշել ու հոգու ցավից քարանալ կարելի է։ Միթե կանխազգում էր։ Գուցե։ Իսկ դպրոցի բակում կառուցվել է նաև ցայտաղբյուր, նվիրված նրա հիշատակին։ Նա հետմահու պարգևատրվել է մի շարք մեդալներով եւ պատվոգրերով։ 2016 թվականի մայիսի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիություն մեդալով։ Նույն թվականին Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է նաև Մարտական ծառայություն, ապա ազատամարտիկ մեդալներով։
2017 թվականի ապրիլի 13-ին Աբովյանի ուսանողական խորհրդի կողմից պարգևատրվել է պատվոգրով ապրիլյան պատերազմի ժամանակ հայրենիքին անձնուրաց ծառայելու և հայրենասիրություն ցուցաբերելու համար։ 2018 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է պատվոգրով հայրենիքի համար անմնացորդ մարտնչելու համար։ Իսկ Վայքի համայնքապետարանի կողմից հերոսի ընտանիքին տրվել է շնորհակալագիր նման զավակ դաստիարակելու ու հայրենիքին տալու համար։ Հերոս ջան, ննջիր խաղաղությամբ, քեզ երբեք բացակա չենք տնի։